Ինչպես եք վերաբերվում պատարակներին, որոնց մասնակցում Նորմալ։ Իսկ որ վեհապարի անունը զեղչվում է։ Դա արդեն գիտես ինչ իրանց գործն է։ Մի քիչ մենք այդ գործով շատ փոքր մարդիկ ենք։ Մեր վեհապարներն է, ոչ կարող չվերաբերվենք։ Չէ, նկատի ունեմ անունը զեղչում են, անունը պատարակից հանում են, չեն տալիս իր անունը։ Եկեղեցու դեմ արշավին ինչպես եք վերաբերվում։ Այս շատ վատ։ Եկեղեցու շուրջ այսքան ոստիկաններ երբևէ նախկինում։ Ճիշտ են անում։ Ռուս-թուրքական մաֆիան պետք է լարվի ստեղից, նույնիսկ բանվի։ Անկեղծ ասած, ես եկեղեցին ընդունում եմ որպես անձնական նեղանձնային տարածք ու այստեղ գտնվելը միայն իմ ցանկությունն է ու այդպես վերինատյաների հետ էլ կապ չունի։ Խնդրում եմ նկարեք, էլի ես կամերայից ֆոբիա ունեմ։ Ես դե չեմ էլ ճիշտն ասած, ես իմ բուժուր կյանքում տեսել եմ խաչքարեր, տեսել եմ սուրբ, դրանց հավատում եմ, մինչև տենց էլ գնում եմ։ Իսկ ինչպես եք վերաբերվում վեհապարի։ Ես ճիշտն ասած ոչ մի բան չգիտեմ, ինչի չեմ կարող պատասխանել, կներեք։ Կաթողիկոսը պետք է զբաղվի եկեղեցական գործերով, մեր վարչապետն է պիտի զբաղվի իր գործերով։ Այսինքն եկեղեցին ընդհանրապես միշտ եղել է պատմությամբ եկած առանձին կառույց։ Այսինքն վարչապետն էլ համարվում է կառավարության ղեկ, որը ինքը զբաղվում է երկրի ղեկով։ Հիմի ես չգիտեմ ինչն է պատճառը, որ պարոն Փաշինյանը հիմի եկեղեցու նկատմամբ, այսինքն իրենք կարող էին հայտարարել գալ միասին լուծել հարցը, ոչ թե ոստիկաններին էջմիածնում սարսափելի է, ոչ թե դա ամբողջ աշխարհում մենք խայտարակ եղանք, որ գրոհեցին եկեղեցու դեմ, անգամ թուրքը չի կարողացել եկեղեցու դեմ դուրս գալ, միշտ եկեղեցին պաշտպանված է եղել։